Բարև, Արեի ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է հուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մինասյան, այսպես գլոբալ հարցից մի սկսեմ, էլի, տեսեք, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մրջունի ջանասիրությամբ ու համբերությամբ նաեւ քանդում է անվտանգային այն համակարգը, որը հաստատվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ ստեղծվեց մի նոր կառույց նրա նախաձեռնությամբ, որը կոչվում է Խաղաղության խորհուրդ, որը շատ քաղաքագետներ եւ փորձագետներ անգամ սկսել են որակել որպես Միացյալ Ազգերի կազմակերպության այլընտրանքացիության։ Հիմա, բայց այստեղ մտահոգիչ մի հանգամանք կա, ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի, երբ ավարտվի Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը եւ այդ անվտանգային համակարգի ավերակների վրա ըստ էության ում դրոշը կամ դրոշները կբարձրանան։ Չեք տեսնում, դուք այդ վտանգը չկա։ Տվյալ թեմայի հետ կապված քննարկումները ամենատարբեր քննարկումներ են տեղի ունենում եւ բարձրացված հարցը իրոք հրատապ է եւ ակտուալ է։ Նախ սկսենք Դոնալդ Թրամփի ընդհանուր քաղաքականությունից։ Ամիսներ առաջ հրապարակվեց Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ ըստ էության ուրվագծվում էին այն սկզբունքները, որոնք ընկնելու են Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հիմքում եւ դրանց մասին Դոնալդ Թրամփը ամենատարբեր հարթակներից բարձրաձայնել էր։ Դրանցից մեկը այն է, որ Միացյալ Նահանգները ըստ էության չի հավատում միջազգային ինստիտուտներին եւ միջազգային իրավունքին, որպես այդպեսին եւ դրանք համարում է Միացյալ Նահանգների շահերին հակասող։ Եվ պատահական չէ, որ իր նախագահության 1 տարվա ընթացքում ավելի քան 100 միջազգային տարբեր կառույցներից ու ձևաչափերից Միացյալ Նահանգները ուղղակի դուրս է եկել։ Որոշ տեղերում էականորեն կրճատել է դրանց ֆինանսավորումը, որովհետև նախկինում նախորդ վարչակազմերի օրոք Միացյալ Նահանգները ամենատարբեր կառույցների հիմնական դոնորն էր։ Թրամփի մոտեցումը այլ է, որ մենք չպետք է ֆինանսական նման հատկացումներ կատարենք եւ ուղղակի նպատակարար չի ամերիկացի հարկատուների փողերը ուղղել ամենատարբեր հարցերի, որովհետեւ մենք ունենք մեր սեփական խնդիրները։ Այս մոտեցումը նաեւ արտահայտվում էր ՄԱԿ-ի հետ կապված, էլի ՄԱԿ-ի տարբեր կառույցներից Միացյալ Նահանգները դուրս եկավ, սակայն ընդհանուր ՄԱԿ-ի ապագայի վերաբերյալ Թրամփի մոտեցումները այդքան էլ լավատեսական չեն։ Այսինքն, էլի կա տասնամյակներ շարունակ խոսում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգի մասին, սակայն այլ այստեղ կան կողմ եւ դեմ երկրներ եւ որևէ լուծում չի ստանում։ Սակայն հարցը շարունակում է մնալ քննարկվել։ Եվ հիմա Թրամփը կարծես փորձում է լիովին նոր բան նախաձեռնել, որը ստացել է Խաղաղության խորհուրդ անվանումը։ Այս գաղափարը առաջացավ 2025 թվականի սեպտեմբերին, երբ Միացյալ Նահանգները առաջ քաշեց Գազայի հարցով իր խաղաղության ծրագիրը։ Եւ դրա շրջանակում նախատեսում էր նաեւ ստեղծել Խաղաղության խորհուրդ, որը զբաղվելու է հենց Գազայի հարցում խաղաղության հաստատմամբ այն նախագահելու էր Դոնալդ Թրամփը, այնտեղ ներգրավելու են տարբեր հեղինակավոր քաղաքական գործիչներ, գործող եւ նախկին եւ այս ֆորմատը հիմնականում ուղղված էր լինելու Մերձավոր Արևելյան տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Հիմա կարծես թե որոշակի փոփոխություններ է կրել նաև այս գաղափարը եւ Խաղաղության խորհուրդը դիտարկում է որպես մի կառույց, որը զբաղվելու է բոլոր հակամարտային գոտիներով եւ որտեղ հնարավոր է ինչ-որ ներդրումներ, ջանքեր գործադրել, զբաղվելու է այդ հակամարտություններով։ Եվ ընդլայնվել է նաև կազմը, ըստ տարբեր աղբյուրների ավելի քան 60 երկիր հրավիրվել է մասնակցություն ունենալ Խաղաղության խորհրդին, այդ թվում նաև Հայաստանը, մեր տարածաշրջանից նաև Ադրբեջանն է, Թուրքիան, հետխորհրդային այլ երկրներ եւս ներգրաված են, օրինակ Բելարուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ռուսաստանը, կան նաև եվրոպական շատ երկրներ, Լատինական Ամերիկայի երկրներից, ասիական տարածաշրջանի արաբական ծոցի երկրներից, այսինքն բավական ներկայացչական կազմ է եւ այսօր Դավոսում ըստ էության տեղի ունենալու Խաղաղության խորհրդի հիմնադիր համաժողովը։ Թե ինչ կառուցվածք այն կունենա, ինչ ֆունկցիաներ այն կունենա, ինչ այսպես մանդատ կունենա տարբեր հակամարտությունների հետ կապված դեռևս հստակ չի, արդեն կանոնադրության վերջնական հրապարակումից հետո որոշակի հարցեր իրենց պատասխանը կստանան։ Այնուամենայնիվ կան նաև այդ մտահոգությունները կամ քննադատությունները, որ Թրամփը փորձում է ստեղծել մի կառույց, որը կփոխարինի իր դերակատարմամբ ՄԱԿ-ին, սակայն կարծում եմ եւ ներկայացությունը ավելի փոքր կլինի, քան ՄԱԿ-ում, եւ բացի այդ ՄԱԿ-ը այսպես բավական արմատացած կառույց է եւ հազիվ թե
Թրամփի նախաձեռնած այս նոր կառույցը կկարողանա զբաղվել բոլոր այն խնդիրներով, որով զբաղվում է ՄԱԿ-ը, որովհետև ՄԱԿ-ի պրոֆիլը ավելի լայն է, ամենատարբեր հարցերով է զբաղվում, սակայն այս ֆորմատը ավելի շատ կենտրոնացած է հենց խաղաղության օրակարգի, հակամարտությունների կարգավորման վրա։ Եվ քիչ հավանական եմ համարում, որ սա կփոխարինի ՄԱԿ-ին, այո, նա որոշակի հարված կհասցնի ՄԱԿ-ի ֆունկցիոնալին, այսպես ասած, այնուամենայնիվ, այսպես բավական մեծ հարց է նաև, որը դուք եւս նշեցիք, որ անորոշ է թե ինչ տեղի կունենա արդեն 3 տարի անց, երբ Թրամփի նախագահության ժամկետը կավարտվի։ Այստեղ ամենատարբեր հարցեր են, արդյոք օրինակ նույն հանրապետականներին կհաջողվի պահպանել իշխանությունը, ով կլինի հանրապետականներից, արդյոք նրանք կշարունակեն Թրամփի քաղաքականությունը եւ այլն եւ այլն։ Այնուամենայնիվ մենք ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների կառուցակարգերի այսպես բավական խորքային փոփոխությունների եւ ցավոք սրտի այս անկայունությունը որոշակի սպառնալիքներ է պարունակում հատկապես փոքր պետությունների վրա, որովհետեւ տասնամյակներ շարունակ նույն փոքր պետությունները այսպես իրենց անվտանգությունը եւ կայունությունը կապում էին միջազգային իրավունքի նորմերի հետ եւ շատ դեպքերում հենց պաշտպանվում էին այդ միջազգային իրավունքով, սակայն այսօր նույն Թրամփի քաղաքականությունը, այդ թվում նաեւ պրակտիկ քաղաքականությունը ցույց է տալիս, որ միջազգային սկզբունքները, նորմերը մի տեսակ երկրորդ պլան են մղվել եւ ավելի շատ այսպես ուժի եւ ճնշումների քաղաքականությունն է արտիական եւ պատահական չէ նաեւ Թրամփի կարգախոսը խաղաղություն ուժի միջոցով։ Հիմա տեսեք, այնպես տպավորություն է, որ այս խաղաղության խորհրդին միանել, այսպես կոեն ժամանակին այդպիսի հումորի վերածվեց այդ արտահայտությունը, Հովիկ Աբրահամյանը կամանավոր պարտադիր է դարձել, այն ժամանակ ճիշտ է խոսքը վերաբերում էր կենսաթոշակային հիմնադրամին միանալուն կամանավոր պարտադիրության, բայց այս դեպքում էլ որոշ դեպքերում մենք կարող ենք ասել, որ այդ էլեմենտը աշխատում է, ասենք նույն Իսրայելի վարչապետի օրինակով կարելի է բերել, սկզբում Նեթանյահուն հրաժարվեց, հետո մտքափոխվեց, ասես չգիտեք ինչ կա։ Ես հասկացա, որ խնդիրը միայն Գազային չի վերաբերել, դրա համար ես ենթադրաբար ճնշումներ որոշակի կիրառվել են, այսինքն եթե դու իմ ամենամերձավոր դաշնակիցն ես կամ ես ավելի ճիշտ քո ամենամերձավորագույն դաշնակիցն եմ, ուրեմն պիտի խաղաս այն խաղը, որը ես եմ սկսել։ Հիմա դա տեսեք, դուք ասացիք, որ Հայաստանը կա, ասենք, այդ խորհրդում, Ադրբեջանը կա այդ խորհրդում, Իրանի Իսլամական Հանրապետությունը չկա այդ խորհրդում, այստեղ արդեն նաև կարող են հակասություններ առաջանալ, ասենք Երևան-Թեհրան, Բաքու-Թեհրան, լավ, Բաքու-Թեհրան մեզ հետաքրքիր չի, Երևան-Թեհրան հարաբերությունները, որ դուք սկսել եք զբաղվել մի բանով, որի մեջ մենք չկանք։ Կարծում եմ մի փոքր ավելի լայն պետք է դիտարկել։ Բնականաբար ամենատարբեր մեկնաբանություններ կարող են հնչել, սակայն հաշվի առնելով հենց խաղաղության օրակարգի կարևորությունը եւ առնվազն Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ այսօր խաղաղության հաստատումը կամ դրա ինստիտուցիոնալիզացումը հայտարարվել է թիվ 1 առաջնահերթություն եւ առավել քան բնական է եւ տրամաբանական է Հայաստանի ներկայությունը տվյալ ֆորմատում, ել չեմ ասում Դոնալդ Թրամփի կերպարի մասին, որը ըստ էության խաղաղության հռչակագրի այս հիմնական բրոքերն էր, որի միջոցով կամ որի ջանքերով Վաշինգտոնում տեղի ունեցավ այդ գագաթնաժողովը եւ բավական լուրջ ճեղքում արձանագրվեց։ Հետաբար Հայաստանի ներկայությունը այնտեղ բավական հիմնավոր է եւ տրամաբանական եւ Դոնալդ Թրամփը շատ է սիրում ասել, որ 8 պատերազմ եմ կանգնեցրել, բայց հետաքրքիր է, որ հայ-ադրբեջանական кейսը թերևս ամենահաջողվածներից է, որովհետեւ նա նաեւ զարգացում ունի, որովհետեւ ի տարբերություն մեր դեպքի շատ այլ հակամարտություններում տեղի ունեցավ նաեւ հետընթաց, օրինակ Կամբոջայի եւ Թայլանդի միջեւ։ Սակայն մեր դեպքում կարծես թե այդ հաջողությունը պահպանվում է, ավելին դա ամրապնդվեց նաեւ TRIP-ով եւ հիմա նաեւ RF3 առաջին էլեմենտներն են երևում եւ բավական լավ հաջողության պատմություն է Միացյալ Նահանգների համար։ Ինչ վերաբերում է մյուս երկրների մասնակցությանը, կարծում եմ հաշվի առնելով Դոնալդ Թրամփի անկանխատեսելիությունը շատ երկրներ նախընտրում են նրա կողքին լինել, որպեսզի չհայտնվեն հակառակ ճամբարում, որովհետև հակառակ ճամբարում հայտնվելը ամենատարբեր մոտիվներով պայմանավորված բավական անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ այդ երկրների համար եւ թերևս այսպես ցայտուն դրսևորումներից մեկը դա մաքսատուրքերի սպառնալիքն է։ Թրամփը ամեն հարմար առիթով, ամեն տարբեր իրավիճակներում բարձրացնում է մաքսատուրքերի հարցը եւ այդ սպառնալիքները լուծում է, մինչեւ օրս հաջողվել է լուծել նրան ամենատարբեր խնդիրներ։ Եվ
կարծես թե մարտավարությունը շարունակվելու է եւ այն հանգամանքը, որ ավելի քան 30 երկիր արդեն հաստատել է իր մասնակցությունը խաղաղության խորհրդին միանալու հետ կապված, թերևս վկայում է հենց այս միտման մասին, այսինքն շատ երկրներ ցանկանում են ներգրավել այս ֆորմատում։ Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը, կարծում եմ մի կողմից սա կարևոր է Հայաստանի համար Միացյալ Նահանգների հետ երկկողմ կապերի զարգացմանը խթանելու տեսանկյունից, այսինքն ամենատարբեր ամերիկյան նախաձեռնություններում մասնակցությունը, ներգրավությունը բավական դրական մթնոլորտ եւ ֆոն է ստեղծում երկկողմ կապերի ամրապնդման համար։ Միևնույն ժամանակ կարծում եմ այս նախաձեռնությունը կարող է նաև որոշակի հնարավորություններ բացել Հայաստանի համար իր միջազգային դերակատարման իմիջի բարելավման տեսանկյունից, այլ չեմ ասում, որ սա նաև տարբեր քննարկումների հարթակ կարող է դառնալ, այսինքն ամենատարբեր գործընկերների հետ այնտեղ շփումների, պայմանավորվածությունների համար հիմք կարող է դառնալ նաև այս պլատֆորմը։ Հիմա տեսեք, դուք ասացիք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պայմանական կարգավորումը ամենահաջողված кейսերից մեկն է Դոնալդ Թրամփի եւ միաժամանակ նաեւ trip կարելի ասել, որ էլի հաջողված այսպես success story, հա։ Գումարած, որ այս վերջերս Արադ Միրզոյանն էր Վաշինգտոնում, այնտեղ շրջանակային համաձայնագիրը ստորագրվեց Թրամփի ուղու կառուցման հետ կապված։ Հիմա տեսեք, բայց այսպես կան բավական զուսպ դրական կանխատեսումներ, օրինակ Stratfor-ը, ապես երեք եթե չեմ սխալվում, թե առաջին օրը զեկույց հրապարակեց, բայց այնտեղ միաժամանակ նաև տարբերակ կար, որ այսուհանդերձ Ադրբեջանը կշարունակի կառուցել այդ Արազի միջանցք կոչվածը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, որը Ադրբեջանի հիմնական տարածքը կմիացնի էլի Նախիջևանին, եւ դա ժամանակ առ ժամանակ կօգտագործի որպես ճնշման գործիք։ Չեմ կարծում ճնշման գործիք կարող է դառնալ այդ Արազի միջանցքը, որովհետև այս պահին ի սկզբանե հայտարարվեց, որ Իրանի տարածքով կառուցվելու է ավտոճանապարհ եւ երկաթուղի։ Երկաթուղու մասով այնտեղ որևէ աշխատանք չի իրականացվել, չնայած հնչած հայտարարություններին, ավտոճանապարհի մասով կա որոշակի առաջընթաց, սակայն ադրբեջանական կողմի համար Իրանի տարածքով անցումը թերև կարևոր է, սակայն ոչ կենսական, որովհետև նույն իրանական կողմը տարիներ շարունակ օգտվել է այն հանգամանքից, որ Նախիջևան Ադրբեջան կապը անցել է հենց իր տարածքով եւ ամենատարբեր խնդիրների պարագայում, այսպես մեկ օրում կարող էր փակել ճանապարհը եւ Ադրբեջանի հետ մտնել բանակցությունների մեջ ամենատարբեր զիջումներ կորզելու համար եւ բնականաբար Ադրբեջանը շահագրգռված էր ունենալ որոշակի այլընտրանքային ուղիներ եւ դրա համար թերևս այս Trip-ի գաղափարը բավական այսպես ընդունելի էր նաև Ադրբեջանի կողմից, իհարկե ի սկզբանե արտատարածքային միջանցքի հավակնություններ ունեն, սակայն կարծես թե Trip-ի շրջանակային այս հայտարարությամբ փակվեց նաև ճանապարհը նման նկրտումների համար եւ այսպես սուվերենության պահպանման անցումը տեղի կունենա։ Եվ իհարկե արդեն իսկ իրականացվող ծրագիրը հազիվ թե կդադարեցվի, որովհետև իրականում նաև հենց Իրանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անցումը այս նոր ճանապարհով ավելի կարճանում է։ Սակայն եթե արդեն լիարժեքորեն գործեն նաև Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները, երկաթգիծը եւ այլն, Ադրբեջանը կունենա այլ ընտրանքներ, ինչը նրանց համար բավական կարեւոր է։ Այսինքն որքան դու շատ ուղիներ ունես, այնքան նվազեն ռիսկերը ամենատարբեր ֆորս մաժորների հետ կապված եւ բնականաբար Ալիևը այդ մասին արդեն բարձրաձայն է նաեւ հայտարարում, որ ներկայիս տնտեսական զարգացումների պայմաններում այլընտրանքների արկայությունը բավական կարեւոր է, որովհետեւ եթե դու ունես այլընտրանքային մի քանի ուղի, դա մի կողմից եւ անվտանգ է, ինչպես նշեցի, մյուս կողմից նաեւ օրինակ անցման համար դու խաղաքարտ ես ունենում բանակցությունների եւ տարանցման վճարների նվազեցման համար։ Okay, եթե չեք ուզում ձեր տարածքով անցնեմ կամ ձեր տարածքով անցման համար պահանջում եք X գումար, մյուս երկիրը առաջարկում է X-Z գումար, հետեւաբար եկեք բանակցենք, դուք էլ իջեցրեք այդ տարածման գումար։ Այսինքն Ադրբեջանի համար բավական պրագմատիկ մոտեցում է այս հաղորդակցությունների հետ կապված եւ այսպես կոչված Արազի միջանցքը ամենայն հավանականությամբ կյանքի կկոչվի, բայց միայն ավտոճանապարհի մասը, երկրորդ բաղադրիչը երկաթուղին հազիվ թե իրականություն դառնա։ Ինչ վերաբերում է եւ դրան զուգահեռ արդեն մենք կունենանք Trip-ը, եթե ամեն ինչ բնականon ձևով զարգանա, ընդ որում կարծես թե գործընթացը մտնում է գործնական փուլ, Trip-ի շրջանակային հայտարարությունը ընդունվեց եւ ըստ էության արձանագրվեցին կամ թղթին հանձնվեցին այն կարգավորումները եւ սկզբունքները, որի շրջանակում այն գործելու է։ Տվյալ հայտարարությունը թեև չունի իրավաբանական ուժ, սակայն այն դառնալու է հիմք առաջիկա ամիսներին ընդունվելիք կանոնադրական իրավական
ուժ ունեցող փաստաթղթերի համար, ընդ որում սա բավական կարևոր է հայկական կողմի համար, որովհետև օգոստոսյան այսպես գագաթնաժողովից հետո հայաստանյան քաղաքական եւ փորձագիտական դաշտում մեծեր անորոշությունը կային նաեւ տարբեր շահարկումներ, թե ինչ կարգավորումներ են լինելու, արդյոք դա այսպես միջանց չի լինի եւ այլն, սակայն այսպես ծևով սպիտակի վրա հստակ գրված է այդ ամեն ինչը, այդ փոքր տեքստի մեջ մոտ 15-16 անգամ կիրառված է ինքնիշխանություն, իրավազորություն բառեր, այսպես դաժե մի փոքր շատ էր, չափից շատ էր, բայց սա կարծես թե այն ապահովագրություններ հայկական կողմի, որ երբ գործընթացը մտնի արդեն հենց իրականացման փուլ, Ադրբեջանը չունենա այն սողանցքները, որոնցից կփորձի օգտվել եւ տարբեր հարցերի հետ կապված շահարկումների եւ մանիպուլյացիաների դիմել։ Եվ հայկական կողմը կարծես թե փորձել էր ամենատարբեր հարցերով փակել այդ սողանցքները եւ այնտեղ որոշ դեպքերում շատ մանրակրկիտ էին տարբեր դետալներ նկարագրված, ինչը կարծում եմ հենց այս նպատակներ հետապնդում։ Ընդհանուր առմամբ հաղորդակցությունների վերաբերյալ այստեղ ավելի շատ կարծում եմ կա գլոբալ դերակատարների որոշակի մրցակցություն, այսինքն կա Չինաստանի ֆակտորը, կա եվրոպական ֆակտորը, կա Միացյալ Նահանգների ֆակտորը, սակայն կարծում եմ հատկապես Հարավային Կովկասի մասով Եվրամիության եւ Միացյալ Նահանգների շահերը համընկնում են եւ նույն թրիփի գաղափարը երկու կողմերի համար էլ ընդունելի է։ Չինաստանը ավելի շատ մինչեւ որը զարգացրել է Վրաստանի տարածքով անցնող երթուղին եւ հիմնական այսպես ներդրումները գնացել են այդ ուղղությամբ եւ կարծես թե հարավային երթուղուց որոշակի առումով դուրս է մնացել թե ինչպես կզարգանան իրադարձությունները դեռևս հայտնի չէ, սակայն նույն Եվրամիությունը այս պահին փորձում է նաև որոշակի ներգրավվածություն ունենալ թրիփի շարունակության մասով։ Նախիջևան։ Այո, Նախիջևան եւ այսօր տեղեր ունեցել նաև Ադրբեջանի նախագահի եւ Եվրամիության ընդայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հանդիպումը եւ օրակարգային հարցերից մեկը հենց Նախիջևանի երկաթուղու վերակառուցումն է եւ այստեղ բավական կարեւոր նշանակություն կա։ Եվրոպական կողմը պնդում է, որ այդ Նախիջևանյան երկաթուղու շարունակությունը գա միանա Երասխին, այսինքն Երաս-Սադարակ հատվածով եւ ոչ թե գնա Թուրքիա։ Սա բավական կարեւոր նշանակություն է եւ հայկական կողմի համար եւս սա կարեւոր է, որպեսզի տարածաշրջանային հաղորդակցությունները ունենան ներառականության սկզբունք, այսինքն Հայաստանը տարածաշրջանային հաղորդակցություններում չսահմանափակվի միայն 43 կիլոմետր մասնակցությամբ, այլ այդ երկաթուղին գա Նախիջևանից մտնի Հայաստան եւ Հայաստանից արդեն Գյումրի-Կարս երկաթուղով մտնի Թուրքիա։ Բայց որպեսզի այդ խելամտության սահմաններում ինքը սկսի աշխատել, այդ ձեր ասած տրամաբանությամբ, որ չսահմանափակվին 47 կիլոմետրով, այնտեղ պիտի վերականգնվի նաեւ Ղազախիջևան հատվածը, չէ՞, եթե չեմ սխալվում։ Հետո արդեն Ախուրիկ Կարս հատվածը եւ հիմա մենք սպասում ենք Ռուսաստանի արձագանքին առաջարկին այդ ամենը անելու Ռուսաստանում քար դրություն է թեմայով։ Բավական կարևոր էր հայկական կողմից այդ հարցերի բարձրաձայնումը եւ փաստացի դրա հրապարակայնացումը նաեւ բավական հստակ իրավիճակ է ստեղծում երկընտրանք կամ վերակառուցում եք կամ եթե չեք վերակառուցում հայկական կողմը կարող է վերակառուցել դրանք եւ սակայն դրանք արդեն չեն լինի ռուսական կոնցեսիայի տակ։ Սա բավական կարևոր մեսեջ է եւ այս երկընտրանքը հրապարակային դարձնելով կարծես թե հայկական կողմը բավական ռազմավարական քայլ կատարեց նաեւ հաղորդակցությունների ապագան այսպես ուրվագծելու տեսանկյունից։ Հիմա այսպես ասած գնդակը ռուսական դաշտում է։ Եթե Ռուսաստանը ցանկանում է հետաքրքրված է տարածաշրջանի հաղորդակցություններում շարունակել դերակատարում ունենալ, պետք է օր առաջ կամ առնվազն օր առաջ պետք է սկսի դրանց վերակառուցումը։ Եթե ձգձգումներ լինեն, հայկական կողմը առնվազն լեգիտիմ իրավունք ունի այդ հատվածները ինքնուրույն կառուցել, ընդ որում այդտեղ խոսքը հսկայական ներդրումների մասին չէ։ Եթե չեմ սխալվում, նույն Երաս-Սադարակը ընդհանրապես 4-5 կիլոմետր երկաթգծի մասին է, դրա վերակառուցումը շատ հեշտ է եւ ֆինանսական եւ տեխնիկական առումով եւ բավական արագ կարող է տեղի ունենալ։ Էլ չեմ ասում, որ եվրոպական կողմը ինչպես նշեցի, ցանկանում են ներգրավվածություն ունենալ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում։ Ադրբեջանի հետ բանակցությունները ընթանում են Նախիջևանի երկաթուղի հետ կապված։ Հայկական կողմին եւս առաջարկներ եղել են, որ եվրոպական կողմը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել տարբեր ենթակառուցվածքային նախագծերի եւ ըստ էության Բրյուսելը սպասում է հայկական կողմից իր առաջնահերթությունների ձևակերպմանը։ Չեմ բացառում, որ նույն օրինակ այդ կտորների վերականգնումը կարող է ներկայացվել
եվրոպական կողմին որպես մեր առաջնահերթություն եւ նույն եվրոպական ֆինանսավորմամբ շատ արագ այդ փոքր հատվածները վերակառուցվեն։ Պարոն Մինասյան, հիմա որ մենք այսպես խոսում ենք, մեզ մի քիչ իդիլիկ պատկեր է ստեղծվում, որ արդեն խաղաղությունը կա, եսա թրիփը կլինի, եսա եւ երթուղիները կվերականգնվեն, առևտուր եւ այլն։ Այդ դեպքում բայց հարց է առաջանում եւ այդ հարցը նաեւ առաջացել էր մեր արտաքին հետախուզության զեկույցում։ Այդ դեպքում ում դեմ է զինվում Ադրբեջանը։ Այս տաղավարում եւս նախկինում քննարկել ենք այս թեման ու բավական կարեւոր է արձանագրել, որ Ադրբեջանը պատրաստվում է մի քանի սցենարների, այսինքն առաջինը խաղաղության սցենար եւ այս ուղղությամբ զգալի շոշափելի առաջընթաց կա։ Մյուս սցենարը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, այսինքն եթե ինչ որ հանգամանքներով պայմանավորված է, պայմանավորվածությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում կամ իրավիճակը սառում է կամ ինչ որ միջազգային իրավիճակն է փոխվում, Ադրբեջանը պատրաստ է նաև խաղաղության պայմանագիր օրինակ չկնքել, այս ապաշրջափակումը պահել եւ սահմանին էլ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը կլինի։ Երրորդ սցենարը պատերազմի սցենարն է, այսինքն էլի կախված միջազգային զարգացումներից, հայաստանյան զարգացումներից, այդ ամեն ինչով պայմանավորված Ադրբեջանը չի ցանկանում զրկվել այս ռազմական ազդեցության ճշմարտ լծակից եւ բնականաբար շարունակում է իր զինվելու գործընթացը, ինչը իհարկե մտահոգիչ է եւ այստեղ բավական կարևոր է նաև երկու կոմպոնենտ։ Մի կողմից Ադրբեջանը շարունակում է իր ռազմական գնումները տարբեր գործընկերներից, ընդ որում այստեղ հայտնվել են նաև նոր գործընկերներ, օրինակ Չինաստանը անցած տարվանից սկսել է նաև զինամթերք մատակարարել եւ նոյեմբերին տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ առաջին նմուշները արդեն կային, նախատեսվում է, որ պետք է այդ գործակցությունը շարունակվի եւ միևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է որոշակի ներդրումներ ներգրավել, այդ թվում նաև մասնավոր հատվածից ռազմարտունաբերության զարգացման այսպես ոլորտի։ Հետեւաբար ադրբեջանական կողմից միլիտարիզացիայի միտումները շարունակվելու են նաև առաջիկա տարիներին, հետեւաբար հայկական կողմը չպետք է ռիսկոնությունը թույլատնի եւ նույն օրինակ ռազմարտունաբերության ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է շարունակվեն, միևնույն ժամանակ Հայաստանի զինված ուժերի ռեֆորմը, բարեփոխումը պետք է այսպես ավելի մեծ թափով շարունակվի նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության, որպեսզի ցանկացած հնարավոր սցենարի դեպքում Հայաստանը լինի պատրաստ եւ եթե առնվազն տեսնենք, որ գործընթացը գնում է ռազմական սցենարով, ապա պատերազմի գինը Ադրբեջանի համար լինի շատ ավելի ծանր, այսինքն եւ առնվազն պատերազմ կամ ռազմական գործողություններ սկսելուց առաջ Ադրբեջանը մի քանի անգամ մտածի։ Հայաստանը բավական լուրջ անելիքներ ունի այս ուղղությամբ, պետք է միտումները եւ այս գործընթացը շարունակել, միևնույն ժամանակ ջանքեր գործադրել նաեւ խաղաղության գործընթացի մասով, որովհետեւ եթե որքան մեծանում է տնտեսական համագործակցությունը, որքան ակտիվանում է այդ շփումները, դա եւս որոշակի զսպող գործոն կարող է դառնալ Ադրբեջանի համար, այսինքն եթե նույն խաղ իրավիճակից տնտեսական շահույթները ավելի մեծ են, բնականաբար դա ավելի նախընտրելի տարբերակ է։ Նույն Stratfor-ի զեկույցի համաձայն այնտեղ ակնհայտն էին իհարկե իրենք ֆիքսել, որ Ռուսաստանը փորձելու ամեն կերպ խոչընդոտել թրիփի իրականացմանը, այսինքն ոչ թե մասնակցել, այլ խոչընդոտել այն պատճառով, որովհետև իր աշխարհ քաղաքական շահերին դա դեմ է, որովհետև դա հնարավորություն է տալիս Ադրբեջանին եւ Հայաստանին շրջվել դեպի արևմուտք։ Հիմա այդ գործիքակազմը իհարկե երկար քննարկելիք է, ինչով կարող է ճնշումը կիրառվել, բայց քանի որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են Հայաստանի Հանրապետությունում, կարելի է արդյոք այսպես մի քիչ կոպիտ ձևակերպել, որ խորհրդարանական ընտրությունները մեր վերածվելու են բախման դեպի արևելք եւ դեպի հյուսիս գնացողների միջև։ Ռուսաստանից հնչում են ամենատարբեր հայտարարություններ, որոշ դեպքերում շատ տարօրինակ, օրինակ նույն այն մասով, որ քանի որ հարավկովկասյան երկաթուղիներին է պատկանում կոնցեսիոն կառավարումը Հայաստանի երկաթգծերի, բնականաբար պետք է Ռուսաստանը մասնակցություն ունենա TRIP-ի, այսինքն TRIP-ի երկաթուղային բաղադրիչին։ Ինչը բնական է, որ այդպես չէ, որովհետև ըստ կոնցեսիոն պայմանագրի, կոնցեսիոն կառավարման ենթակա է միայն այն երկաթգիծը, որը այդ պայմանագրի կնքման ժամանակ արկա է եղել։ Հարավով այդ պայմանագրի կնքման ժամանակ որևէ երկաթուղի չի գործել։ Հետաբար դա չի կոնցեսիոն պայմանագիրը չի տարածվում հարավով Սյունիքով անցնող երկաթգծի վրա, հետաբար Ռուսաստանի այս լեգիտիմ մասնակցությունը ուղղակի անհիմն է։
Երկրորդ բաղադրիչը, որով ըստ էության Ռուսաստանը փորձում է խոչընդոտել կամ առնվազն ինչ-որ ազդեցություն ունենալ գործընթացի վրա, դա մաքսային գործընթացներն են։ Պատահական չէ, որ Օվերչուկի, Զախարովայի շուրթերով բարբերաբար հնչում են կամ հիշեցնում են, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, հետեւաբար այս դրույթները եւս պետք է հաշվի առնել բանով, այո։ Եվ երրորդ բաղադրիչը ըստ էության ինչպես ազդել համաձայն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները բավական վճռորոշ են լինելու եւ թերևս պատահական չէ, որ վերջին 1 տարվա ընթացքում արդեն իսկ նույն Ռուսաստանից հնչում են ամենատարբեր մեսիջներ, ուղերձներ, փորձագետների շուրթերով տարբեր սպառնալիքներ Հայաստանին ուղղված եւ միևնույն ժամանակ կան այսպես որոշակիորեն քողարկված, հստակ չուրվագծվող, չհետագծվող հիբրիդային հարձակումները, որոնք ակնհայտորեն այսպես հետքերը տանում են դեպի Ռուսաստան, սակայն նրանց ապացուցելիությունը շատ ավելի բարդ է, որովհետև իրենց բնույթով դրանք հիբրիդային են։ Եվ կարծում եմ առաջիկա ամիսներին այս միտումները շարունակվելու են։ Երկու հիմնական նպատակ կա ռուսական կողմից հետապնդվող, առաջինը հնարավորինս Հայաստանում ձևավորել իր համար ցանկալի իշխանություն, կառավարություն եւ պլան մինիմումը, եթե փորձենք ձևակերպել, բավական լայն ներգրավվածություն կամ ներկայություն ապավել խորհրդարանում եւ կարողանալ ազդել որոշումների ընդունման գործընթացի վրա։ Եվ երրորդ բաղադրիչը, որը բարձրաձայնվում է, դա ըստ էության հեղինակազրկել ժողովրդավարական եւ էլեկտորալ գործընթացները Հայաստանում։ Այս երեք ուղղություններով մենք տեսնում ենք այդ հիբրիդային հարձակումները։ Վերջին շրջանում ցավոք սրտի այս հիբրիդային տերմինը չափից շատ է օգտագործվում, որոշ դեպքերում հիմնազուրկ, որոշ դեպքերում միտումնավոր փորձելով արժեզրկել հենց այս երևույթը կամ թուլացնել զգոնությունը այս երևույթի հետ կապված, սակայն այս սպառնալիքները իրական են եւ դուք էլ հիշատակեցիք արտաքին հետախուզական ծառայության զեկույցը, այնտեղ էլ բավական լավ անդրադարձ կար առաջիկա հնարավոր հիբրիդային սպառնալիքներին եւ այդ թվում նաեւ մեխանիզմներն էին նկարագրված, թե օրինակ տեղեկատվական դաշտում ինչպիսի հարձակումներ է իրականացվում, ինչ մեխանիզմներով են կեղծ տեղեկությունները տարածվում եւ ցավոք սրտի մեր հասարակությունը 2026 թվականին բախվելու է այս մարտահրավերներին ավելի այսպես նոր թափով եւ բավական կարեւոր է հնարավորինս մի կողմից կառավարությունը հնարավորինս կանխարգելիչ միջոցառումներ իրականացնի, հնարավորինս փոքր տարածք թողնելով ապատեղեկատվության տարածման համար, այսինքն օպերատիվ արձագանքելով եւ այլն եւ այլն։ Մյուս կողմից բավական կարեւոր է նաեւ տեխնիկական միջոցները եւ այստեղ բավական կարեւոր է նաեւ Եվրամիության հետ համագործակցության շրջանակները։ Եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս հիբրիդային հնարավոր սպառնալիքների հակասմանը եւ այս ուղղությամբ բավական արժեքավոր փորձ է Մոլդովայի փորձը։ Նույն օրինակ ամենատարբեր սոցիալական հարթակներում ակնհայտ ապատեղեկատվություն տարածող աղբյուրների արգելափակման հարցով մոլդովական կողմին օգնել է Եվրահանձնաժողովը։ Այսինքն բարբերական ամեն շաբաթ, եթե չեմ սխալվում, հանդիպումներ են եղել եվրոպական կողմի հետ եւ մոլդովական կողմը արձանագրել, իդենտիֆիկացվել եւ եվրոպական կողմին է փոխանցել տարբեր օրինակ TikTok-յան ալիքներ եւ այլն, որոնք ակնհայտ կեղծիք են տարածում կամ մանիպուլյացիաներ են տարածում։ Արդեն Եվրահանձնաժողովը իր լծակները օգտագործելով TikTok-ին պարտադրել է կամ համոզել է, որպեսզի տվյալ ալիքները փակվեն եւ բավական արդյունավետ է եղել համագործակցությունը, որովհետեւ ամենայն հավանականությամբ, եթե նույն մոլդովական պետությունը դիմեր TikTok-ին, այդ IT հսկան միանշանակ անտեսելու էր այդ խնդրանքները, սակայն երբ Եվրահանձնաժողովն է նման հարցումներով դիմում, հաջողելու հավանականությունը շատ ավելի մեծ է։ Հիմա եւս մի ուղղություն կա, դրանով երևի կփորձենք ամփոփել, ընդ որում Ռուսաստանից չի հիմնականում այդ սիգնալը գալիս, բայց այսպես ներքին քաղաքական խոսությունը կարմիր գծի պես անցնում է, որ գիտեք ինչ կա, Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության հետ խնդիր չունի, մեր եղբայրական ժողովուրդն է, մեր եղբայրական դաշնակից պետությունն է, խնդիր ունի իշխանությունների հետ, այսինքն այ եթե չլինեն այս իշխանությունները, մեր հարաբերությունները կվերադառնան են հին բարի ժամանակներին, հա, շոկոլադային հարաբերությունների կվերածվեն, այդպես է թե ոչ։ Այդ խոսույթը օգտագործում է ռուսական կողմից ոչ միայն Հայաստանի նկատմամբ, նույն Վրաստանի հետ կապված, Մոլդովայի հետ կապված եւ այլ հետխորհրդային երկրների հետ կապված։ Այս խոսույթը կա, երբ տարբերակում է մտցնում ժողովրդի եւ իշխանությունների միջև, նշվում է, որ անգամ օրինակ շնորհավորական ուղերձներ են հնչում, շնորհավորում են ժողովրդին եւ ոչ թե կառավարությանը։ Այսինքն սա ընդունված պրակտիկա է ռուսական դիվանագիտության մեջ։ Սակայն մեկ այլ абսուրդային իրավիճակի վրա ես ցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել, երբ օրինակ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումներ են լինում, շատ բավական ջերմ մթնոլորտում ասում են այդ հանդիպումները, սակայն ավելի ցածր մակարդակով ռուսական կողմից այդ քննադատությունը շարունակվում է։ Եվ մի փոքր հարց է առաջանում, եթե կան խնդիրներ,
ինչու ամենաբարձր մակարդակով դրանց մասին չի բարձրաձայնվում։ Եվ ցավոք սրտի այստեղ էլ Ռուսաստանը բավական բարդ է իր կառուցվածքով եւ այնտեղ էլ կային տարբեր ազդեցության խմբեր, տարբեր, այսպես ինչպես ընդունված է անվել նշել Կրեմլի տարբեր աշտարակներ։ Եվ նրանցից յուրաքանչյուրը ունի իր տեսլական, ունի իր այսպես մոտեցումները հարցերի լուծման եւ այս աշտարակների միջև անընդհատ պայքար է ընթանում եւ տարբեր որոշումների վրա նրանց ազդեցությունները տարբեր են լինում։ Որոշները ավելի կոշտ մեթոդների կողմնակից են, ավելի այսպես կացնային քարոզչության եւ այլն, որոշները դիվանագիտական միջոցներով հարցերի կարգավորման եւ բավական տարբերվում է եւ տարբեր փուլերում այդ աշտարակներից ազդեցությունը շատ տարբեր է։ Եվ այստեղ մի ուշագրավ հանգամանք էլ կա, որ ռուսական կողմը Մոլդովայում եւս դասեր է քաղել, որովհետեւ ըստ էության ձախողում էր եւ տեղի չունեցավ այնինչ հաշվարկվել էր եւ ըստ տարբեր լրատվականներում սպրտած տեղեկությունների ռուսական կողմը վերակառուցում է իր այսպես ազդեցության կամ փափուկ ուժի համակարգը եւ եթե նախկինում կային մի քանի կենտրոններ, որոնք առանձին էին գործում, հիմա ստեղծվում է մեկ միասնական կենտրոն տարբեր գնահատականներով 26 թվականի համար բյուջեն նախատեսված է $165 միլիոն չափով եւ այդ մեկ միասնական կենտրոնը օգտագործելով տարբեր փոքր կենտրոնները փորձելու է համակարգված ձևով ազդել հետխորհրդային տարածքի վրա եւ ըստ այդ հրապարակումների 2026 թվականի առաջնահերթողությունը լինելու է հենց Հայաստանը։ Ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին մենք ականատես կլինենք տարբեր բարեգործական ծրագրերի, ամենատարբեր կրթական ծրագրերի, վերապատրաստման ծրագրերի եւ այլն, որոնց իրական նպատակը մի փոքր այլ է։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։